Սիրելի հեռուստադիտողներ, Alpha News-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք թուրքագետ Մեհեր Աբրահամյանին, շնորհակալ ենք պարոն Աբրահամյան հրավեր ընդունելու համար։ Պարոն Աբրահամյան, խոսենք թերևս ամենակարևոր թեմայից, այս օրերին Մերձավոր Արևելքը կրակի մեջ է, կողմերը գործի են դրել իրենց ամբողջ ռազմատեխնիկան, հնարավոր ուժը, 5 օր է անցել պատերազմից, ըստ ձեզ, ձեր ուսումնասիրությունների արդյոք հիմա ուժային բալանսը որ ուժի կողմից է։ Գիտեք, խոսել ուժային բալանսի մասին այժմ Մերձավոր Արևելքում դեռևս վաղ է, քանի որ տեղի է ունենում երկուստեք բավականին այսպես ուժգին հարվածներ եւ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իրանի դեմ դուրս են եկել երկու պետություններ եւ մի պետությունը դրանից աշխարհի ամենախոշորագույն պետություններից մեկն է եւ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես է Իրանը պաշտպանվում եւ բացի դրանից նաեւ տալիս հակահարված այս ամեն ինչին, կարելի ասել, որ դեռևս խոսել այսպես ուժերի փոփոխության մասին շատ այսպես շուտ է եւ ընթացքը դեռևս այսպես ցույց կտա, թե հետագայում որ կողմը ավելի շուտ կզիջի, քանի դեռ թռնում են այդ թրթիռները, դեռևս վաղ է խոսել ինչ որ մեկի այսպես առավելության մասին տարածաշրջանում։ Պարոն Աբրահամյան, հստակ է մի բան, որ Թրամփը փորձում է վերաձևել տարածաշրջանային քարտեզը, նաև շատ վերլուծաբաններ, թուրք վերլուծաբաններ այն հավակնությանն են, որ եթե մաստատվի Թեհրանը, Իրանը, ապա հաջորդ թիրախը հնարավոր է լինի Թուրքիան, անկախ նրանից, որ Թուրքիան եւ Ամերիկան, ՆԱՏՕ-ի դաշնակիցներն իրար հետ ունեն շատ սերտ ռազմավարական դաշնակցություն, բայց եթե ասում են հաջողվեց Իսրայելին, Բիբիին համոզել Թրամփին պատերազմ սկսել Իրանի դեմ, ապա հաջորդ թիրախը կարող է համոզել ու դառնալ հենց Անկարան։ Նման սցենար դիտարկում եք արդյոք թե ոչ, արդյոք հնարավոր է, որ Իրանի մասնատումից հետո թիրախ դառնա Թուրքիան։ Գիտեք, Թրամփը նախ առաջինը խոսենք ընդհանրապես Թրամփը ինչ է ուզում։ Թրամփը ինքը իրենով լինելով այսպես պոպուլիստ եւ բիզնեսմեն, առաջին հերթին ամեն ինչին նայում է որպես այդ տեսանկյունից եւ նայում է բիզնեսի տեսանկյունից։ Եթե հետևում եք Թրամփի ելույթներին, հարցազրույցներին, ապա կտեսնեք, որ այնտեղ ամեն ինչ խոսում է փողի մասին։ Եվ հիմա դեռևս պարզ չէ Թրամփը այս պատերազմը հանուն փողի է անում, թե հանուն ինչ որ գաղափարախոսության։ Այստեղ Իրան, Ամերիկա եւ Իսրայելը այսպես երկարատև հակամարտությունն է, որը վերածվել է պատերազմի եւ իրականում հենց սկզբից Թրամփը եւ Իսրայելը ցանկացան մասնատել Իրանը եւ տարատեսակ միջոցների դիմեցին անգամ ներքին ցույցերի եւ այլն եւ նրանց մոտ չստացվեց այժմ պատերազմով եւս փորձեցին դրան հասնել սպանելով նրանց հոգեոր առաջնորդին եւ մտածելով որ ժողովուրդը նորից դուրս կգա եւ կպայքարի եւ կփորձի փոխել իշխանությունը Իրանում, սակայն դա տեղի չունեցավ։ Մասնատելու հարց դեռևս կարծում եմ դրված չէ, սակայն համոզված եմ, որ կա օրակարգում, որպեսզի կարող այսօր արդեն սկսվեց դրա առաջին այսպես ծիլերը Երևան, որովհետև նրանք սկսեցին խոսել ամենապես CNN-ը սկսեց խոսել քրդերի մասին, որոնց պետք է համոզել, որ նրանք ապստամբեն կամ հարձակվեն Իրանի վրա, քանի որ հիմնականում խոսքը գնում է Իրաքի քրդերի մասին։ Իսկ Անկարայի հետ կապված ես կարծում եմ Թրամփը չի համոզվի կամ նույն Իսրայելը չի համոզելու Թրամփին, որպեսզի նրանք հարձակում գործեն Թուրքիայի վրա, քանի որ Թուրքիայի դիվանագիտությունը եւ Թուրքիայի դիրքը նաեւ այս պատերազմում ցույց տվեց, որ Թուրքիան կարողանում է պահպանել այն միջանկյալ դիվանագիտությունը, որը իրեն օգուտ է բերում եւ ինքը այդ չեզոքության դիվանագիտությունը, որ նա ձեռք է բերել դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, հնարավորություն է տալիս նրան այսպես խաղարկելու այս իրավիճակը։ Եվ եթե տեսանք Էրդողանի հայտարարությունը, ապա նա եւ Նալին խփեց եւ Սալին խփեց։ Այսպիսին է Թուրքիայի դիվանագիտությունը եւ կարծում եմ խոսել, որ հաջորդը կարող է լինել Թուրքիան, մի քիչ իմ համար այսպես կասկածելի է։ Պարոն Աբրահամյան, բայց այնպես է ստացվում, որ Էրդողանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ Նեթանյահուն աչք է դրել Թուրքիայի տարածքների վրա Գազայի անկումից հետո, երբ որ Իսրայելը հարվածեց Գազային, Նեթանյահուն ելույթ ունեցավ ու այնտեղ ասաց, որ եթե Գազան ընկնի, հաջորդը կարող ենք լինել նաև մենք, որովհետև հիմնականում Նեթանյահուն զենք է փորձում դարձնել այնտեղ բնակվող քրդերին եւ օգտագործել Թուրքիայում հետագայում, ավելի երկարաժամկետ հեռանկարում օգտագործել
քրդերին Թուրքիայում խժդժություններ առաջացնելու համար։ Հիմա երկուսն էլ, թե Թուրքիան եւ թե Իսրայելը պայքարում են Ամերիկայի գլխավոր, այսպես ասած, գործընկերը տարածաշրջանում ներկայանալու համար։ Այս հակասությունը ինչի մասին է։ Տեսեք, իր ելույթում նախորդ, պատերազմը երբ որ սկսեց Իրանի դեմ, Էրդողանը հակասական ելույթ ունեցավ։ Ուրեմն նայեք, այստեղ ոչ թե պայքարում են Ամերիկայի գլխավոր դաշնակից լինելու համար, քանի որ նրանց աշխարհակական եւ դիվանական դիրքերը, դիվանագիտական դիրքերը տարբեր են Ամերիկայի համար։ Իսրայելը տարբերվում է նրանով, որ իսրայելական հոծ, այսպես սփյուռքը, որ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բավականին այսպես վճռորոշ դիրք ունի եւ Ամերիկայի ներքին քաղաքականության մեջ եւ արտաքին քաղաքականության մեջ եւ ինչու՞ չէ նաեւ տնտեսական առումով։ Եվ սա որոշակի հնարավորություն է տալիս Իսրայելին լինել այս առումով մոտ ԱՄՆ-ին։ Իսկ Թուրքիան այժմ այս պատերազմական ժամանակաշրջանում ել ավելի դարձավ Ամերիկային այսպես պետքական գործիք, որը եղել էր երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից հետո, այժմ եւս այդ կարծես թե այդ գործիքը թարմանում է եւ ունենալ Թուրքիայի պես պետություն հարող այն շրջանին, որը Ամերիկայի համար պատերազմական շրջան է, դա Ռուսաստանն է, դա Իրանն է եւ այստեղ ունենալ կայունություն շատ ձեռնտու է Ամերիկային, քանի որ կարող է հետագայում որոշակի հնարավոր միջոցներով օգտագործել այս տարածքը իր նպատակների համար, կախված այն հանգամանքից, թե ինչպիսի լուծումներ կստանան եւ Ուկրաինայում եւ Իրանում։ Ուստի Թուրքիայի տարածքը միշտ որպես այդպիսին դարեր շարունակ դիտվել է որպես այդպիսի մի տարածք արևմուտքի եւ արևելքի համար։ Եվ այն միտքը, որ կար թուրքական քաղաքականության մեջ, որ Թուրքիան դա արևելքի եւ արևմուտքի կամուրջն է, ահա դա դեռևս շարունակում է ակտուալ մնալ եւ պահպանում է այդ ուրեմն դիրքորոշումը։ Եվ Էրդողանը շատ լավ հասկանալով կարողանում է շատ այսպես լավ խաղ տանել եւ առաջի հերթին պաշտպանելով մուսուլմանական համայնքին աշխարհի իրեն դրսևորել որպես մուսուլմանների այսպես գլխավոր դեմք եւ այսպես ճակերտավոր իրեն բնորոշելով որպես խալիֆ, ճակերտավոր եթե ասենք, քանի որ վերջի խալիֆը 1924 թվականին էր Թուրքիայում եւ դրանից բացի նաեւ տանել արևմտյան քաղաքականությունը, որ մենք կարող ենք հանդիսանալ ձեզ համար այստեղ մի տարածք, որը հնարավորություն կտանք ձեզ օգտագործելու։ Հա, այսպեսին է Թուրքիայի դիրքորոշումը եւ համեմատել Իսրայելը եւ այսպես Թուրքիան այստեղ մի քիչ չի համընկնում այս գաղափարների հետ եւ ուստի կարծում եմ նրանց դերերը տարբեր են տարածաշրջանում։ Տեսեք, ըստ էության Էրդողանն նաեւ ասաց, որ ինքը թույլ չի տա Թուրքիայի տարածքը օգտագործեն որպես հենարան, այսպես ասած, Իրանի նկատմամբ հարձակումներ իրականացնելու համար։ Սա հստակ մեսիջ էր ուղղված Ամերիկային։ Գիտեք, 1939-40 թվականներին Թուրքիան նույն հայտարարությունը արեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որ նա լիովին չեզոքություն է պահպանելու եւ նրա տարածքը չի օգտագործելու ռազմական գործողությունների համար, սակայն որոշ ժամանակ անց նա զոր կուտակեց խորհրդային միության սահմանին։ Եվ այժմ նույնպիսի հայտարարություն է, որ թույլ չի տա, որ ի տարածքը օգտագործվի որպես ռազմական թաթերաբեմ կամ որևէ այլ տարածք օգտագործելու ընդդեմ Իրանի, բայց սցենարների փոփոխության դեպքում շատ հնարավոր է նաև Թուրքիան փոխի իր սցենարը, այսպես եթե ասենք, հա, եւ այս պարագայում հասկանա թե որ կողմին կարելի է այսպես հետաքրքիր մի կերպով աջակցություն ցույց տալ, եթե ԱՄՆ-ը ապա ինչու՞ չէ օգտագործել Ինջիրլիքի ռազմաբազան ընդդեմ Իրանի կամ Մեծավոր Արևելքում տեղի ունեցող այլ այսպես ցակող պատերազմների կամ ինչու՞ չէ փակել իր տարածքը եւ ասել չեք օգտվում այս տարածքից, քանի որ դա նաեւ կապող ուժ է արևմուտքի հետ։ Այսինքն արևմուտքից եթե ՆԱՏՕ-ն միանար այս կռվին, ապա Թուրքիայի տարածքը պետք է օգտագործվեր որպես այդպիսին այստեղ մատակարարումներ եւ այսպես ռազմաբազաներ հիմնելու տեղ։ Եվ Թուրքիան պայմանագրերով կարծեմ պետք է դա իրականացներ։ Եվ ահա այս պարագայում նա որոշեց այսպես չեզոքության դիրք
գրավել եւ առայժմ դա նրան օգնում է եւ նա կարողանում է շատ այսպես խիստ հռետորաբանությամբ խոսել երկու կողմերի հետ։ Երկարաժամկետ հեռանկարում արդյոք Թուրքիայի տարածքը, քանի որ գիտենք ՆԱՏՕ-ի դաշնակից է, չի դառնա ինչ որ մի վայր, որտեղից ցամաքային գործողություններ տեղի կունենան Իրանի նկատմամբ։ Երկարաժամկետ պարագայում հնարավոր է լինել այդպիսի բան։ Իհարկե հնարավոր է, որովհետեւ նորից եմ ասում, ունեն պայմանագրեր իրար հետ։ Եվ շատ այսպես կարող է օգտագործվել տարբեր գործողություններ անելու համար, բայց Թուրքիայի խաղաքարտը եւ Թուրքիան եւ ԱՄՆ թողում են ամենավերջում, որովհետեւ հիմնական նավատորմային եւ հրթիռային հարվածներ է հասցվում Իրանին նավերից, որը ավելի հարմար է այն կողմից։ Այսինքն եթե գնաց ցամաքային կռիվների, ապա այս պարագայում Թուրքիայի տարածքը հարմար է, բայց քանի որ այն մյուս սահմանները Իրանի հետ շատ ավելի անկայուն են քաղաքական եւ ահաբեկչական առումով, դրա համար էլ այնտեղ օգտագործել ավելի հեշտ կլինի։ Թուրքիան կարողացավ վերջի մի քանի տարում ձերբազատվել այդ ահաբեկչական տարատեսակ կազմակերպություններից եւ բացի դրանից ապահովել նաեւ Սիրիայում իր այսպես դրածո իշխանությունը, որ հնարավորություն է տալիս եւս ճնշելու այդ այսպես ճակերտավոր ասենք ահաբեկչական, որտեղ մեկի համար ահաբեկչական է, մյուսի համար չէ, նույն Սիրիայի նախագահան ժամանակին բոլորի համար ահաբեկչական էր, հիմա ոչ։ Այս պարագայում այնտեղ իրագործել ցամաքային հարձակումներ ավելի հեշտ է, քան Թուրքիայի տարածքում, որտեղ Թուրքիան ունի կանոնավոր բանակ, եթե ՆԱՏՕ-ն է, ապա Թուրքիայի կանոնավոր բանակն է սկսում մասնակցել այդ ամեն ինչին։ Եվ սա, եթե դա տեղի ունեցավ, կարծում եմ կհանգեցնի արդեն բացահայտ երրորդ համաշխարհային պատերազմի սկսմանը։ Պարոն Աբրահամյան, գանք արդեն ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությանը, տեսեք, հիմա Իրանը ամբողջ զինանոցը գործի է դրել ու հարվածում է Պարսիցծոցյան այն երկրներին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները։ Իհարկե, 1-2 հարվածներ լինում են, որոնք այսպես ասած թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները, բայց հայտարարություններ են հնչում արդեն Պարսիցծոցյան երկրներից, որ եթե այսպես շարունակվի, իրենք կմիանան Ամերիկային ու արդեն ավելի կընդլայնվի աշխարհագրությունը։ Հիմա վտանգ չկա, տեսեք, եթե հանկարծ այդ Պարսիցծոցյան բոլոր պետությունները, որոնց հարվածում է Իրանը, միանան Ամերիկա-իսրայելական այս ուժերին, վտանգ չկա, որ այս ամենը մերձավոր արևելքից դուրս կգա, կընդգրկի նաև մեր տարածաշրջանը, այնուհետև Եվրոպա ու այսպես շարունակ։ Իհարկե այդ վտանգը միշտ կա եւ քանի որ Իրանը հայտարարում է, որ մենք ծոցյան երկրներին չենք խփում, Պարսիցծոցի երկրներին չենք խփում, այլ խփում ենք միայն ռազմաբազաներին, ԱՄՆ-ն էլ եւ Իսրայելն էլ հայտարարում են, մենք խաղաղ բնակչությանը չենք հարվածում Իրանի, այլ հարվածում ենք այն կառույցներին, որոնք որ վտանգ են ներկայացնում նաև Իսրայելի եւ տարածաշրջանի համար, բայց տեսնում ենք, որ երկուստեք էլ տեղի են ունենում խաղաղ բնակչության այսպես ուղղված ռմբակոծություններ։ Իհարկե, եթե միանան ծոցի երկրները ընդդեմ Իրանի, դա հղի է լինելու շատ վտանգներով ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Կարծում եմ այս պահին դեռևս նրանք չեն միանա, որովհետև դա նրանց համար եւս խնդիր է։ Այս պատերազմը, երբ որ նրանք չեն մասնակցում, նրանց համար առաջացած լուրջ խնդիր։ Օրինակ նույն Արաբական Էմիրությունները զրկվեցին իրենց երկու կարևորագույն ֆինանսական հոսքերից, դա տուրիստական ֆինանսական հոսքն էր եւ նաեւ նավթինը, որը փակելով ջրանցքը Հորմուզի, նրանք զրկվել են այդ ամեն ինչից։ Այսինքն ծոցի երկրների համար ձեռնտու է այս պատերազմը շատ արագ ավարտելը։ Եվ եթե նրանք միանում են այդ ռմբակոծություններին, ապա պատերազմը շատ ավելի կերկարի եւ նրանց համար տնտեսապես շատ ավելի վատ կլինի։ Իսկ այն երկրները, որոնց հարվածում է Իրանը, նրանց համար այդ տնտեսական կայունությունը պահպանելը շատ ավելի կարևոր է եւ ուստի կարծում եմ նրանք այս պահին դիվանագիտորեն փորձում են խուսափել այդ պատերազմի մեջ մտնելուց եւ պահպանելով գոնե այն ինչ որ կա այս պահին, որը վերականգնելը շատ ավելի հեշտ կլինի։ Եվ պարոն Աբրահամյան, խոսենք մեր տարածաշրջանից, Հայաստանի կեցվածքից նախքան պատերազմը, հա, Հայաստանը կարծես դիվանագիտական փոխհրաձգություններ տեղի ունենում, բայց Հայաստանը չեզոք կեցվածք էր որդեգրել, բոլոր երկրները կոչ էին անում կողմերին նստել բանակցային սեղան, բանակցությունների միջոցով փորձել լեզու գտնել, բայց Հայաստանի ղեկավարությունը որևէ հայտարարությամբ հանդես չէր գալիս,
միայն անգամ մտահոգություններ չէ լինում ԱԳՆ-ի մակարդակով։ Հիմա այնպես է ստացվել, որ պատերազմ է սկսվել, չհայտարարված պատերազմ, կողմերը չեն ասում, որ պատերազմում են միմյանց դեմ, բայց ամենուամենայնիվ պատերազմ է, որի եթե դուրս գա աշխարհագրությունից, կսպառնա նաև Հարավային Կովկասին, մեր տարածաշրջանին, մեր երկրին։ Հիմա Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ձեզ ինչպես էր եւ ինչպիսին պետք է լիներ հնարավոր։ Ուրեմն Հայաստանի արտաքին քաղաքականությունը ես բազմիցս նշել եմ, որ գտնվում է շատ այսպես ողբերգական վիճակում եւ տեղի ունեցողների մեջ Հայաստանի արտաքին քաղաքականությունը զբաղված է պարզապես այսպես հայտարարություններ եւ չհայտարարություններ անելով, հա, որովհետեւ ոչ մի կերպով չեմ տեսնում այն անհանգստությունը, որը որ պետք է լիներ այս պարագայում, քանի որ հրթիռները թռնում են ընդամենը քո սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա եւ այդ պարագայում հայաստանյան իշխանությունը եւ դիվանա մեր արտաքին գործերի նախարարը զբաղված են այլ գործունեությամբ, այսինքն քարոզարշավ են սկսել կամ դեռևս չսկսված քարոզարշավ են սկսել։ Եվ սա իհարկե վկայում է այն մասին, որ նրանք իբր թե փորձում են այսպես նեյտրալ կեցվածք ընդունել, քանի որ նրանք համ պայմանավորություն ունեն եւ Թրամփի հետ, Իրանն էլ մեր բարեկամ երկիրն է, սակայն ամեն պարագայում Իրանը հանդիսանում է մեր համար այն կարևորագույն երկիրը, որը մեզ կապում է աշխարհի հետ։ Եվ չանհանգստանալ եւ այդ ժամանակ չկազմակերպել տարատեսակ այսպես համենայն դեպս խորհրդակցություններ եւ արտգործ նախարարին մենք պետք է պարզապես չտեսնեինք շրջաններում շրջելիս եւ չասեմ մնացածը, հա։ Հայաստանը այս պարագայում կարող է շատ լուրջ վտանգի առջև հայտնվել, եթե պատերազմը ավելի ընդլայնվեց, որովհետև հարավային սահմանը որպես այդպեսին փակվում է Հայաստանի, երկու մեր արևմտյան եւ արևելյան հարևանները ինչպես միշտ ես սիրում եմ նշել, գենետիկորեն ատում են մեզ, հյուսիսային հարևանն էլ ամեն կերպ փորձում է այսպես մեր հանդեպ դրսևորել բացասական չասեմ, բայց ոչ այսպես վայրացական վերաբերմունք, չնայած մեր եղբայր պետություններից մեկն է։ Ամենայն դեպս վերջերս սահմանին տարատեսակ խնդիրներ են առաջանում։ Այս պարագայում կարծես թե հայտնվում ես մի այսպես անորոշության մեջ։ Ուստի այստեղ դիվանագիտությունը աշխատացնելը եւ պաշտոնյաները իրենց տեղում լինելը շատ կարեւոր է Հայաստանի համար։ Շատ լավ։ Շնորհակալ եմ շատ պարոն Աբրահամյան մեր ցետ թեմաները քննարկելու համար։ Սիրելի հեռուստադիտողներ, ուզում եմ հիշեցնել, որ մենք խոսում էինք թուրքագետ Մեհեր Աբրահամյանի հետ։